Սաթեաթ խթատերական միությունը հայ-ֆրանսիական մշակութային սերտ փոխառնչությունները բացահայտելու իր առաքելությամբ ֆրանկոֆոնիայի օրերը նշանավորում է Ադամովյան օրերը Հայաստանում նախագծով, ներկայացնելով մի հզոր գրական ժառանգություն, որը ցավալիորեն դուրս է մնացել հայ ընթերցողական լսարանից։ Նախագծի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում Ադամովի «Մարդը եւ երեխան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է։ Հայացքի ֆրանսագիր հայտնի արձակագիրը Հարություն Ադամյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Բեքեթի հետ Աբսուրդի թատրոնի հայտնի եռյակի առանցքային դեմքերից մեկն է, չնայած ինքը հակված էր իրեն համարել ֆրանսիական ավանգարդի ներկայացուցիչ եւ ամբողջությամբ տարվելով եվրոպական մշակույթով Ադամովը երբևէ չի մոռացել իր հայկական ծագման մասին։ Արթուր Ադամովը հենց «Մարդը եւ երեխան» վեպի առաջին հատվածում խոսում է իր հայկական արմատների մասին, նշում է այն փաստը, որ ինչ որ ժամանակ նաեւ խոսել է հայերեն լեզվով։ Իհարկե ժամանակի ընթացքում դեգերումները շատ էին իր ընտանիքի, նախ գնում են Շվեյցարիա, հետո Գերմանիա, հետո վերջնական հաստատվում են Ֆրանսիայում եւ ժամանակի ընթացքում բնականաբար նաեւ լեզվի կիրառումն է դադարում շատ արդիական լինել իր կյանքում։ Բայց հայկական արմատները երբեք նա չի ուրացել, մշտապես ֆրանսիական իրականության մեջ բոլորն էլ գիտեն, որ Արթուր Ադամովը հայկական արմատներ ունի։ «Մարդը եւ երեխան» ինքնակենսագրական հուշագրությունը հեղինակի ինքնաճանաչողության մի ընթացք էր, երբ Ադամովը ցավագին հիշողությունների, իր տագնապների ու ճգնաժամերի մասին գրել է բացառիկ մի անկեղծությամբ եւ այդ խոստովանությունն առանձնահատուկ արժեք է տալիս վեպին։ Գրքում նաեւ նախորդ դարի կեսերի եվրոպական մշակութային էլիտայի հնչեղ անուններն են Քամյու, Սարտր, Էլուար, ՅՈՒՆԵՍԿՕ եւ Բեքեթ, որոնց միջավայրում է ձևավորվել Ադամովի ստեղծագործական հավատամքը։ Հասկանում ենք, թե ինչ հրաշալի միջավայրում են ապրել եւ ինչ կարևոր նշանակություն է ունեցել ֆրանսիական ավանգարդի եւ առհասարակ համաշխարհային գրականության համար եւ այն փաստը, որ նա ցակումով հայ է, մեզ ավելի է ստիպում ուշադրություն կենտրոնացնել նրա գրական ժառանգության վրա, որովհետեւ ովքեր պիտի ձեռնարկեն այդ գործը, եթե ոչ մենք։ Սաթե Խաչատրյանը, որը վաղուց է տարված Ադամովի ստեղծագործությամբ եւ կերպարով, դեռ 10 տարի առաջ հասցրել է թարգմանել եւ հայերեն հրատարակել նրա գործերից մի քանիսը, բայց շատ ավելի կարեւոր է համարում նրա ամենահայտնի արձակ վեպի թարգմանությունը, որն ի դեպ դյուրին չի եղել, եթե նկատի ունենանք աբսուրդի դրամայի ներկայացուցիչների խրթին լեզուն։ Շատ եմ սիրում Արթուր Ադամովին եւ շատ հուզիչ իսկապես տեքստ կա, այսպես կարևոր եղավ, որ կարողանանք ես եւ Ադամովյան լեզուն իրար հետ լեզու գտնել, որպեսզի թարգմանությունը լինի կենթանի։ Ես փորձել եմ ամեն կերպ նաեւ հավատարիմ մնալ իր լեզվամտածողությանը, որովհետեւ թարգմանության մեջ հեշտացնել հեղինակի խոսքը, որը արդեն բնօրինակում հեշտ չէ, կարծում եմ շատ շահավետ չէ հեղինակի համար եւ այդպես կորցնում ենք հեղինակի ինքնությունը եւ իր հետաքրքրությունը, այսինքն լեզվամտածողությունը այդ առումով։ Գիրքը տպագրել է Ալեֆ հրատարակչությունը, որը Հայաստանում առաջին եւ միակ թատերական հրատարակչական տունն է։ Նունե Ալեքսանյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։